բարև ձեզ, սիրելի ժողովուրդ։ Խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան եւ խոսում է ուղիղ եթերով։ Մենք դրա հետ կապված հայտարարությունը տվել էինք եւ այսօր մենք ունենք եզակի հնարավորություն պատասխանել Տելեգրամյան հարթակի բաժանորդների հարցերին, բայց ցավոք սրտի ժամանակը սահմանափակ է, անցնենք առաջ։ Եվ այսպես ես հիմա կխնդրեմ մեր ասիստենտին միացնի որևիցե մի պատահական խոսափող, որպեսզի լսենք մեր հայրենակիցների հարցը։ Եվ այսպես։ Պարոն Ղուկասյան։ Ահա, բարև ձեզ, վերջապես առաջի համարձակ մարդ, այ մարդ։ Տաժամ հարցի։ Ուրախ եմ ձեզ լսել ուղիղ եթերում։ Հետաքրքրում է ինչ նորություն կա ձեզ ազատ տեսնելու գործընթացից եւ ինչպես եք պատրաստվում առաջիկա ընտրություններին, տեղում չեք եւ ձեզ ավելի շատ ընդունում են որպես մարդ կուսակցություն։ Շնորհակալ եմ։ Չէ, մարդ կուսակցություն, հա, մերսի, ես հետևից գամ, ուրեմն մարդ կուսակցություն, չգիտեմ ինչ եք դեն, լավ, ընդունում եք դες լավ եք անում, մեծ երազնական իրավունքն է, բան չունեմ ասելու։ Առաջիկա ընտրություններին մենք պատրաստվում ենք, կուսակցությունը գրանցել է, կուսակցությունը մասնակցելու է, այո, Վարդան Ղուկասյանի տեխնատությունը դուրս է մաղել կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցուցակի միջից, բայց դա չի նշանակում, որ Կուսակցության վարչապետի տեխնացուն Պողոս Պետրոս Մարտիրոսն է, Կուսակցության վարչապետի տեխնացուն մնում է Վարդան Ղուկասյանը, Կուսակցության գլխավոր շտաբապետ Հարգարժան փաստաբան Լևոն Բաղդասարյանը գտի մի դատարան, փորձով վերականգնել Վարդան Ղուկասյանի տեխնացությունը, այսինքն այն ինչ որ թույլատրվել է Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Սարգսյանին, ինչու չի թույլատրվում մեզ։ Եվ եթե դատարանը մեզ մերժի, մենք նորից կշարունակենք նույն ճանապարհով գնալը, կուսակցության տեխնացուն մնում է Վարդան Ղուկասյանը, եւ եթե մենք պարլամենտում հավաքեցինք եւ կհավաքենք բավարար ձայներ, այսինքն բավարար պատգամավորների քանակներ, կնոպկեն սխմեն եւ Վարդան Ղուկասյանը դառնում է վարչապետի տեխնացու, դառնում է վարչապետ ավելի շուտ, ներողություն։ Այդ ինչպես արեցին Նիկոլ Փաշինյանի պարագայում հանրապետականները։ Կնոպկեն սխմին Նիկոլին բերին, կնոպկեն կսխմեն Վարդան Ղուկասյանին կբերեն։ Կողից ինչ շնուշ հանգյալ, ինչ ուզում աչա, սենցնես տրղռ թսպան, ոչ մեկին մենք ուշադրություն չենք դարձնում, պատադիր գնում ենք կտրատեղամաս եւ քվեարկում ենք։ Ուրեմն ինչ վերաբերում է բանին, այդ առաջին հարցի հետ կապված ուրեմն սրանք Ես գյոզալեմ չկերտավոր երկիրը չի կարող զգել որովհետև մենք դատի ենք տվել, որպեսզի իրականացնենք առաջի Ասիանի դատարանի որոշումը։ Ասենց բան կարող լինի մենակ, չգիտեմ, ամենավերջի տոտալիտար երկրում, բայց ոչ դեմոկրատական։ Երբ որ քեզ դատարան ասում է չգիտես ինչ, դու պիտի գնաս այս երկրից, եթե ասում են մեծ սիրով, դուք էլ մեռնեք Մենք եթեմ ենք, բռները բացեք եթեմ ենք, հիմա ասում են Նաջարյանը պոշմանել է, չէ, բա որ չեմ եթեմ դե բաց թող, ոչ են ես անում, ինչ որ X չինովնիկ Բարսասիջան, չամատանով, դիպլոմատով, դոլարի կվեկալ է տարել է, թե սրանցից, թե թուրքերից, թե սիմումից, ու հիմա են որ ասում է մենք առաջում ենք տոտալիտար օրենքի խախտման հետ, այս բան գույություն չունի, որ Ձայնը այդքան լավ չի լսում, ամեն դեպքում ես ձեզ հաջողություն եմ ցանկանում եւ կցանկանայի, որ ձեր ուժին տեսնել ազգային ժողովում որպես ընդդիմադիր թեկուզ ալեմ պատասխանի համար։ Ալո, ես վերադարձա, մենք վերադարձել ենք, ասեք։ Հարցս կայանում է հետևյալում. Եթե որևէ քաղաքական ուժ որոշի, որ իր ձայները պետքա տա ձեզ համագործակցի ձեզ հետ, հետագայում երբ որ դուք ընտրվեք վարչապետ, հնարավոր է նրանց հետ համագործակցեք, թե ոչ, եւ նրանց հետ կապված քրեական գործերի նկատմամբ վերապահումներով մոտենաք։ Դա կարա լինի, ասենք, Հայաստան դաշինքը, Դաշնակցությունը կամ Ես հասկացա, նախ տես բան ախր ժողովուրդ ջան, տես բան գոյություն չունի, որ մի կուսակցություն ձայները վերցնի տա կոնկրետ մյուս կուսակցությանը։ Այն տես բան չկա օրենքով։ Այս 19 կուսակցություն որ լցել են դաշտ, հարգելիս լցել են ձայները փոխանցելու համար։ Վերջում այդ 14 կամ 3 կուսակցություն, այն 16 կուսակցության ձայները կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխում է
3-ի մեջ, բայց բաշխում է տոկոսայիններով, ամենաշատ տարածին, այսինքն առաջի տեղը գրավացին, տալիս ավելի շատ ձայն։ Թե չէ դες բան գոյություն ունի, որ X կուսակցություն ասի, գիտես ինչ, ես իմ ձայնը տալիս եմ Y կուսակցությանը։ Դες բան չկա։ Ես չգիտեմ որ մեկն է հել այդ ժողովրդի մեջ գցե։ Այդ ինչեր են խոսում, նետու, նեմա։ Էդի ասում եմ չանցածների ձայները բաժանվում է անցածների միջև, ինչ որ ես եմ ինչ հաշվարկով են, պորնիկ անժիկի աղբերն է դրել այդ բանը գրել, էլի են Սադյանժոյի։ Ու բանը բային ձևենար է, որ հաղթածին դրվում է ավելի շատ ձեն, դրա համար իշխանությանը ձեռ է տալի, որ շուն, շանգյալ, շնիշատ կան լսվեն դաշտ, ինչքան շատ դծվեն, այնքան շատ կփոշիացնեն։ Այդպես բան չկա, որ մեկ էլի ասի, ես ինձ այն է տալում եմ դոգին։ Դոգին ասի, վայ ապրես, ես եկես ոչ մի բան չեմ անում։ Այդպես բան չկա։ Նկատի ունենք, ասենք օրինակ վաղը Հայաստան դաշինքը օրինակի համար որոշում է, որ դեպի պետք է միասին դաշինքով գնա ընտրությունների։ Հայաստանը կարատես բան որոշի, նախ մենք իրանց հետ ես երբեք չեմ գնա Քոչարյանի հետ դաշինքով կամ Նիկոլի հետ դաշինքով, դա դուք մոռացեք։ Հետո եթե գնալուներ արդեն պիտի գնացած լիներ, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրանցելուց հետո դու չես կարող գնաս սրան միանաս կամ նրան միանաս, եթե կարաս միանաս, շեմ հաղթարուց հետո։ Էնել նստեն իրար հետ, ասիկա կոալիցիոն կառավարություն ձևակերպելու ժամանակ, թե չէ հիմա չես կարող բրծավ։ Գնեմ այս ժամանակին գնամ, ես Քոչարյանի հետ ո՞ց կարամ գնամ։ Կամ Նիկոլի հետ։ Ես ամբողջ օրը այդ երկուսին դնում եմ հանգստյան քարի վրեն։ Թողմախի, ես նրանց հետ ո՞ց եթամ։ Դոկուսակցություն նրանց հետ չի կարա, դրանք այն ուժերն են, որոնք որ միասին հանձնեցին Արցախը։ Հայաստանը պարլամենտական երկիր է եւ Արցախը հանձնել է պարլամենտը, որի մեջ մտնում է Ռոբիկը, Սերժիկը, Նիկոլը։ Այն էլ Սերժիկը իզարմանս ինձ իա նամուսի երեսը հավքեց, հելավ գնաց ստավիա տեղը ինքեր վանեց հետ միասին։ Չմտավ ոտնատակ։ Բայց ես մեկ երեսի ինքեր քոչի բանա քաշած։ Պատոս։ Հիմա եկե մտել լավ ու խտրեմ, նա չի կարող 10%-ից ավել հավաքել Քոչարյանը, բացառվում է, կարող է շեմը 5-ով հաղթահարի 5-6, բայց 10-ից ավելը բացառվում է, ես նրա հետ երբեք չեմ միանա, մոռացեք, նույն էլ Նիկոլի հետ, ով որ կլնի կասի դոգը միանալու է Նիկոլի հետ կամ Քոչի հետ, խնդրում եմ իմ անունից, ամենավերջի հայյանքը դուր, ասա ինքն այդ քեզ ասա, բրծավ։ Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, ես էլ եմ շնորհակալ, ընկեր ջան։ Ալոյ, ակտիվ, ժողովուրդ ջան, ժամանակ մեծ եմ, ես բանը Մալիբույում նստած չեմ։ Ալոյ։ Алло. Այո։ Здравствуйте. Здравствуйте. Я рада, что я наконец-то с вами могу разговаривать. Паром Мы слушаем вас. Я одна, да? Мы слушаем вас. К сожалению, я живу в Российской Федерации. И я бы хотела выразить свою благодарность вам за ваше стремление защитить мою родину. Если, я извиняюсь, если вы живете в Российской Федерации, это не значит, что, к сожалению, это раз. Второе, если у вас есть армянский паспорт, и если вы гражданка Армении, вы имеете право прилететь, приезжать 6 июля в Армению и июня, и проголосовать за Вардана Гукасяна. То есть все наши соотечественники, которые живут в разных странах СНГ, и не только СНГ, в Европе, я не знаю, в Штатах, особенно тут очень много армян, которые уже запланировали месяц июнь для прилета в Армению и проголосовать. Важен каждый голос. И наши, так сказать, соседи, я имею в виду азербайджанцев и турков, вот, которые так сильно защищают действующую власть, должны увидеть, что у действующего властей нету никаких возможностей повторно, так сказать, прийти к власти.
И то, что они сейчас творят в нашей стране, превращая его в проходной двор и бардак, в прямом смысле этого слова, но прошу меня простить, такое не будет повторяться, и это будет завершено 7 июня в прямом смысле этого слова. Армянин или армянка должна ходить с поднятой гордой головой в других странах, и когда она или он увидит азербайджанца или турка. В данный момент наши граждане, когда видят этих национальностей, к сожалению, они идут, так сказать, словах не могу даже вот подбирать, в дискомфортном состоянии себя чувствуют. И это благодаря... Нет, я себя не чувствую, я себя вообще не чувствую дискомфорт перед ними. Я их вообще людьми не считаю. Давайте начнем с этого. Я очень рад. Я очень рад. Это хорошо. Я очень рад, и я вас заверяю, что арцахцы или жители Нагорного Карабаха должны вернуться на Горный Карабах. Азербайджан сейчас настаивает. 1,000,000%. Азербайджан настаивает, что 300 тысяч азербайджанцев должны вернуться в свою родину. То есть в Армению. То есть 30 лет тому назад мы отсюда их, так сказать, сопровождали и сопроводили в Азербайджан. Но они нас оттуда выгнали из Баку и Сумгаита. Но Азербайджан почему-то не говорит, что 150 тысяч карабахцев тоже должны вернуться в Арцах. И Армения не говорит, что должны вернуться. А Никол Пашинян говорит, нет, азербайджанцы должны вернуться в свою родину. А извините, а Арцах чья родина? Нам такая власть не нужна. И еще я надеюсь, что вы очень хорошо заметили, что другой кандидат из Российской Федерации с паспортом РФ, но почему-то он уже говорит, что он отказался от паспорта РФ, но врет. Господин Самвел Карапетян ни слова не говорит о том, что арцахцы должны вернуться в Арцах. А его племянник говорит, у нас нет никаких потребований, то есть или требований от наших соседей. То есть если вы делаете и говорите то, что говорит нынешняя власть, почему вы хотите прийти к власти? Он и так делает то, что требует Азербайджан. Только одна партия, только один Вартан Гукасян говорит, что Арцах должен вернуться в свою родную гавань. И граждане Нагорного Карабаха должны вернуться в Нагорный Карабах. Правильно. Я с вами согласна 1,000,000%. Спасибо за ваше терпение. Вам сил и терпения. Спасибо вам огромное. Прилетайте проголосовать. Это моя просьба всем нашим гражданам, которые живут в России. И в других странах тоже. К сожалению. Պարոն Ղուկասյան, կարող ենք հարցեր տալ։ Պարոն Ղուկասյան, ես ձեզ նախ շատ հաջողություն եմ մաղթում, շատ երկար ժամանակ արդեն տեղյակ չենք, գրեթե չենք իմանում պրոցեսները, ինչեր է կատարվում այդ դատարաններում ամերիկյան։ Ես ուզում եի առաջարկել, որ քանի ձեր ժամանակը ներում է եւ դեռ կարողանում եք այդ պրոցեսներն էլ բոլորը համբերատար տանեք, դուք որ մի գիրք էլ գրեք, երկրորդ գիրքը այս ամբողջ տեղի ունեցածի մասին, որի թարգմանությամբ զբաղվենք եւ կարողանանք սա տարածել ամբողջ աշխարհով մեկ, որովհետև սա ֆանտաստիկ խայտարակություն է կատարվում եւ ես ինքս կարդում եմ, ինչ որ փորձում եմ հասկանամ, ինչ որ բաներ գտնեմ, կարդամ եւ այլն եւ իմ գլխում չի տեղավորվում, թե ոնց կարող է այդ process-ը այդպես լինել, ու մի բանի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել, պարոն Ղուկասյան, որ առաջի անգամ որ մենք տեղեկացանք Հայաստանում էլի գտնվողներս, որ Վարդան Ղուկասյանը այդ միգրացիոն ծառայության IC կողմից զադержացիա արել, այսպես ասած, այդ լուրը տարածել էր, կարծեմ այս բանը HeadKM-ի թե ում կողմից, բայց հետո ինձ մտա այդ սայթերով նայեցի, որ դա
չէր կարող հենց այնպես ինչ որ մի հատ կազմակերպություն ունենալով ինֆորմացիոն նավոդկա այդ տեղեկատվությունը գտեր, այսինքն իրանք ավելի նախորոք էին իմացել, որ դա լինելու է, քան թե մենք вообще որևիցե մեկս կարայք իմանանք, ես չգիտեմ, ճիշտ եմ բացատրում, կարող կհասկանաք, ես ինչ եմ ուզում ասեմ, այսինքն թեման բարձրաձայնեցիք, ներողություն, քան մեր ժամանակը սահմանափակ է, միևս մեկ անգամ հայտարարել, ուրեմն Վարդան Ղուկասյանի նախից այսը չտերբակալել, այսը առևանգել է, ես ուզում եմ սա հիմա ձայնագրվում է, գնալու է ուղղակի այս ինձ առևանգել է, այս աշխատող ազգանունը Գոնսալես, ինձ եկել է առևանգել է տեղի ոստիկանության աշխատողների բերանները փակած, դեմքները փակած, ինձ առևանգել է, ամեք, իմ առևանգումը կազմակերպել է շատ բարձր մակարդակով, այսինքն հենց այս իշխանությունը եկավ ու 20 օր հետո ինձ առևանգեցին։ Ամերիկյան դատական համակարգը սա խայտարակությունն է, խայտարակությունը ինչ որ ես տեսածում եմ։ Նախապես Հայաստանում այդ ինֆոն, այսինքն ուրեմն արդեն ունեցողներ կային, որ իրանք նախապես այդ իբրթե նայել էին, որտեղ դա հնարավոր չէր, ես չգիտեմ, ես մի հատ էլ նորից այդ կփորձեմ այդ սա գտնել, որտեղ ձեր անուն ազգանունով չէր ելնում ոչ մի բան գտնել, որտեղ բնես սպեցիֆիկ ձևի գրած էր ձեր անուն ազգանունը, որ էդի մենակ նավոդկա ունեցող մարդիկ կարային էդի գտնեին ու այդ ինֆոն ուտեչկա անեին Հայաստանի ԶԼՄ-ներով, այսինքն հենց իրանք ստացել էին բարձր մակարդակներից ԱՄՆ-ի։ Այո։ Եվ Ղուկասյան ջան, երկրորդ հարցը, որ ես շատ մեծ շոկի մեջ եմ, ես նոր կարդում եմ, որ տեխնացուներից գրանցել են Սամվել Կարապետյանին, բայց ինքը չի համապատասխանում, ես ինչքան գիտեմ, այդ 4 ինքն է Հայաստանում չի։ Չեն գրանցել։ Ոչ, ճախպորտողուն են գրանցել եւ երրորդ ուզեմ ասեմ, Վարդան Ղուկասյանը էմիգրացիոն կարգ չի խախտել երբեք, խնդրում եմ սա հիշել, ուղղակի հիմա կանչեցինք, ես 1 րոպեից հետ կգամ, 2 րոպե։ Ես ուզում եմ, որ դուք գիր գրեք ու դա շատ շուտ թարգմանվի։ Գրվելու է, եւ Վարդան Ղուկասյանը էմիգրացիոն շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ պատասխանների համար։ Լսեք, մի րոպե, պատասխանեմ նաեւ դժումնություններ, լսեն, Վարդան Ղուկասյանը գտնվել է Միացյալ Նահանգներում լեգալ, ունեցել է աշխատանքի իրավունք, ունեցել է social security, ունեցել է վարորդական իրավունք, եւ Վարդան Ղուկասյանը միգրացիոն կարգ չի խախտել, այդ ազատություն ռադիոկայանը այդ բառը ոգցել է շրջանառության մեջ, էմիգրացիոն կարգը խախտել, էմիգրացիոն կարգ, իմ ոտերը գերել է, Վարդան Ղուկասյանը ստեղ եղել է լեգալ, երկիր ամտել լեգալ, դիմել է լեգալ, ստացել աշխատանքի թույլտվություն 5 տարով լեգալ, ասեմ ավելին գտնվելով բանտում կրկին անգամից տվել են աշխատանքի իրավունք Եվս 5 տարով, որ ոչ մեկի չէին տալի, նորից լեգալ, վարորդական իրավունք ունեցել լեգալ, այսինքն այն մեղադրանքը, որ ինձ կարգեցվել է, եղել է կեղծ։ You have 1 minute left. Եվ մենք ընդամենը 3-4 րոպեից նորից կվերադառնանք մեր տեղի ժամանակը սպառվեց, խնդրում եմ, մնացեք կապի մեջ։ Եղավ պարոն Ղուկասյան ջան։ Մենք վերադարձանք սելի ժողովուրդ, ուղղակի մետեմ որ ասում է խառն ենք, կաշ կոկրեց, ուրեմն ինչ է ուզում ասել, նորից եմ կրկնում, որ Վարդան Ղուկասյանը միգրացիոն կարգ չի խախտել եւ դուրս գալուց անմիջապես հետո ես բոլոր փաստաթղթերը Վարդան Ղուկասյանի, որ լեգալ է եղել այս երկրում, կտնեմ իցույց, որ հանկարծ որևիցե մի անբարոյականի զավակ նորից չլինի ասի միգրացիոն կարգը խախտելու համար։ Մենք իմ մոստը չէինք, որ միգրացիոն կարգ խախտեինք։ Էդի սաղ սարքեցին նրա համար, որ Վարդան Ղուկասյանի բերանը փակեին, որ Նիկոլ Փաշինյան վերարտադրի, որտեղ փեշով փող են սրանք առել։ Հաջորդ հարցը։ Ալո։ Միկրոֆոնին գտնում եք միանումը, հարցերը սկսում եք տալ։ Այո։ Ալո։ Աուդիտորիա, խնդրում եմ մի փոքր արագ, մեր ժամանակը շատ սուղ է։ Ունենք էլ հարցը որ։ Դե ես հարց տամ, պարոն Ղուկասյան, եթե բավական ձայներ հավաքվի, որ հարցը առաջանա, որ կապված լինի կյանքում, ու խնդիր դառնա, որ խորհրդարան կամ անցնելու կամ միավորվելու համար, բացի Նիկոլի ու Քոչարյանի ուժից, կոալիցիա անհրաժեշտ լինի կազմել
մյուս կուսակցությունների հետ ինչ որ սկզբունքային կա հակադարձում, որ այս սրա հետ ոչ մի դեպքում չեմ կազմի ոչ մի բան, բայց եթե շատ պետք լինի, կարող է ինչ որ սկզբունքային բանակցել ու ստացվի, բացի այդ երկու ուղից ինչ որ Ես հասկացա։ Ալյո։ Սկզբունքային Պարոն Ղուկասյան ջան, բարի երեկո ձեզ։ Մի րոպե, ահա։ Մի րոպե մնացեք դուք գծի մեջ տղա ջան։ Բանը սկզբունքային կերպով երբեք կոալիցիա չի լինելու ՔՊ-ի հետ։ Դա մեկ։ Երբեք կոալիցիա չի լինելու Քոչարյանի հետ։ Իսկ եթե ինչ որ մի ձևով, չգիտեմ, այնտեղ այն որ ասում եմ, չեմ 4 նիշուցից, բայց ՔՊ-ն 1800%-ով ացարվում է, ինչ որ մնացած ուժերի հետ կոալիցիա միայն մի դեպքում կարա լինի, եթե ընդունվեն մեծ նախապայմանները, այսինքն բոլոր պատերազմի դավաճանները, կոռուպցիոներները պիտի գնան բանտ։ Դա ամենամեծ նախապայմանն է եւ մյուս նախապայմանը, որ Արցախի վերադարձի թեմայի շուրջ չպիտի լինի այլ կարծիք։ Արցախը պիտի վերադառնա Հայաստան։ Ծայրահեղ դեպքում սա էլ ասնեմ, որ հետո չասեն սենց ինչ-որ մի բան, նայեք ինչ եմ ասում, ես միշտ ասել եմ, չէ, եթե մի խաղալիք ինձ երեխա ժամանակ ձեռիցս խլում էին, ինձնից ուժեղները վեկալում էին ինձ ձեռից, ես ինչ էի անում, տերն է որ գրում այդ խաղալիքը ջարդում էի։ Ոչ ինձ, ոչ քեզ։ Եթե Արցախը չպիտի լինի հայկական, ուրեմն Արցախը չի լինի նաև ադրբեջանական։ Տեսեք ինչ եմ ասում։ Կլինի ռուսական, պարսկական, ֆրանսիական, գերմանական, իտալական, ինչական ուզում ալի, բայց ադրբեջանական եւ թուրքական Արցախը չի լինելու եւ Արցախում ապրելու են հայեր։ Թո ապրեն հայեր, թո լինի, չգիտեմ, պորտուգալական, թո լինի պարսկական, թո լինի ռուսական, թո լինի ֆրանսիական, բայց թուրքական չի լինելու։ Անդե թուրք չի լինելու։ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմի մեջ, վերջացավ, դա այն պրինցիպն է։ Արեցեք։ Համաձայն եք դրա հետ, կոալիցիա կլինի, չէ, հաջողություն։ Հաջողություն։ Պարոն Ղուկասյան ջան, բարև ձեզ։ Ինչպես եք, լավ եք։ Ձեզ քաջ առողջություն եմ մաղթում։ Ամենալավն ու բարն ու շուտապույտ ազատում, մեր հրամանատար ջան։ Ես քո ցավը տանեմ, կաշկոնք։ Պոզիտիվ, այ շատ լավ կլինի, որ քո տարիքի երիտասարդները մի մարդու նման գնան ընտրատեղամար, ոչ մեկ չասի, թե վայ գիտեք ինչ, չեմ ուզեմ զից բան կախված չի, բոլոր երիտասարդները մինչև 35 տարեկան մի մարդու նման, մարդու կնի կլնեն, քուրու ախպեր կլնեն, չգիտեմ ախպեր թե քուրկու, բոլորը պիտի գնան ընտրատեղամար, եթե ուզում են այս երևույթներին երկրից նարեն։ Եթե ուզում են Թուրքին մեր երկրից նարեն, իմ երկիր Ադրբեջան, մենք ուզում ենք Ադրբեջան, ես բան չեմ, ռասիստ չեմ, այն որ ասում են, բանը թոքը պատերազմի բանա բերեմ, ես ալա ջան, մենք ուզում ենք գնանք Ադրբեջան ապրենք, չէ, դուք էլ մեռնեք Ադրբեջանի հետ, ինչի իմ հոգի վրա պիտի Ադրբեջան ծափրայ մարդ, ես չեմ ուզում իմ քաղաքացի, ով որի մոտից ուզում է գնա, Ֆիդել Կաստրոյի նման սահմանը կբացեմ, կասեմ գնա ախպեր, դու սիրում ես ադրբեջանցիներին, գնա Բաքու ապրի, չզողի տունու տեղը, իմ երկիր թո չգան, շնորհակալություն, հաջողություն ձեզ։ Պիտի գնան ընտրատեղամաս, բոլորը, հաջողություն։ Այն հատեր միկրոֆոնը սխում եք, խոսած եք, ժողովուրդ ջան։ Ձեր շնորհիվ մենք բոլորս պետք է ուժեղ լինենք, ձեր շնորհիվ, մեր հրամանատար ջան, ցավը տանեմ, всё, ձեզ լավ երեկո։ Մեր մոտ բարի լուսա, բարի երեկո քեզ, անուշապես։ Վերնև սրտիդ։ Մեր մոտ, վայ, հարավալնի սենց բանը մեր մոտը, ուրիշ։ Ժողովուրդ, լայվի մասնակիցներ ջան, միկրոֆոնը երբ որ կպնում եք, ձեր միկրոֆոնի ձայնը բացվում է ու արդեն կարող եք հարցերը տալ։ Երբ որ կանչված հարցերը որտեղ շատ պատասխաններ կլսենք։ Ուզում ենք տենանք, իսկուսվինի ինտելեկտա, մի հատ էլ անբարոյականի զավակեր են դեղից։ Հալո։ Պարոն Ղուկասյան ջան, մասի լավ տղեկ բարևում են ձեզ, շուտապույտ ազատում են մարդու։ Փոխադարձ, լավերին լավ բարևներ։ Լավ արամիորոշություն։ Հալո։ Հարցը տվեք, այո, լսում ենք։
Տիկինա օրյորթա այդ տիկնոջ միկրոֆոնը թողեք բաց, մնացածինը փակեք, որ այդ օրյորթա տիկինը հարց տա։ Մեր ընկերուին։ Բան է ուղղակի, այսպես։ Ալո։ Լսում եմ։ Դուք խոսեք, աղջիկ ջան, խոսեք։ Դուք խոսեք, հարցը տվեք, աղջիկ ջան։ Չիմ տացım, ուրիշի միկրոֆոնը բացեք, մյուսինը փակեք, մյուսինը բացեք։ Պարոն Ղուկասյան, ես կուզենայի շատ ուրախ եմ, որ լսում ենք գոնե ձեր ձայնը, կուզենայի տեղեկանալ հանգանակությունը ընտրությունների հետ կապված հնարավորություն ունենք Ռուսաստանի Դաշնությունից փոխանցել Կամոք տրտի ոչ, Հայաստանի Հանրապետության օրենքը ցույց չի տալիս, դուք կարող եք ձեր հանգանակությունը ուղարկել ձեր հարազատին, բարեկամին, ընկերոջը, որը որ ունի հայկական անձնագիր, ինքը հայկական անձնագրով գնում է բանկ եւ իրականացնում է հանգանակությունը։ Եվ աստվածություն, հաջողություն ձեզ, շատ ուրախ եմ ձեզ Հաջողություն։ շուտով տեսնելու համար եւ շատ ժանայ ձեզ տեսնելու երկրի ղեկավար։ Շնորհակալություն։ Հանգանակության հետ կապված ուզում եմ հայտարարել, որ սիրելի քաղաքացիներ, հաջողություն ձեզ։ Հանգանակության հետ կապված ուզում եմ հայտարարել, որ սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ հայեր, ովքեր որ ուզում են օգնել դոկուսակցությանը հանգանակություն իրականացնելով կամ նվիրատվություն մոտակա ընտրությունների համար, հանգանակություն կամ նվիրատվություն կարող եք անել միայն հայկական անձնագրով, միայն Հայաստանի Հանրապետության տարածքից, մինչև 10 միլիոն դրամ, ոչ ավել։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ Հայաստանում չեն, գտնվում են դրսում, բայց շատ են ցանկանում, կարող են իրենց բարեկամին, հարազատին, ընկերոջը ուղարկել, ընկերը գալիս է բանկ, իր հայկական անձնագրով նվիրատվությունը անում է դոկուսակցությանը։ Միայն հայկական անձնագրով եւ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ես ինչի գնաց դեր քալի, որպեսզի Արձասը մենք ունենք առաջարկներ տարբեր անձանցից, որ մենք պատրաստ ենք X գումար տալ, Y գումար տալ, բայց բնականաբար են, որ ասում են անվճար բանիրը լմած հագարթում։ Այդ մարդիկ էլ իրենց պահանջներն ունեն։ Մեկն ասում է, ես այսքան տամ, բայց եթե վաղուց եկեք իշխանության, խնդրում եմ իմ բիզնեսներին մի կպեք, բայց նաև այս բիզնեսները լրիվապորինաբար հարկային դաշտում գրված է, բայց ոչ մի բան չի մուծում, բանվոր դասակարգին շահագործում է տվյալ անձնավորությունը, ես չեմ կարող վերցնեմ, կեղտոտվեմ, հետո գամ, հետո ասիկան փորձես այդ մարդուն այդ խոշոր բիզնեսմենին կարգի հրավիրես, ինքն ասի եք, բայց ես փող եմ տվել։ Ոչ բան չես կարող անես։ Կամ այն մյուսն ասում է տամ, բայց մեր ընկերոջը մի կպեք, ոչ մի բան մի արեք։ Չի լում, այդպես չի լում։ Եթե մենք ուզում ենք իրոք դեմոկրատական երկիր, բառից ամենաբուր իմաստով, ուրեմն ասած ասած ես ուզում եմ գնամ մաքուր ձեռքերով։ Թող իմ ժողովուրդը ինձ օգնի, ինչքանով կօգնի, այնքանով էլ մենք կգնանք։ Դրա համար էլ որոշել եմ անցնել ասած ասած ժողովրդական հանգանակությունների։ Ով որքանով կարող է։ Հաջորդ հարցը եւ դրանով ավարտենք, մեր ժամանակը սպառվում է։ Ալո։ Այո։ Պարոն Ղուկասյան։ Հալո։ Սովեմ լսում եք հարգանքներս Իմամ Լավարդան։ Ադաշ։ Որ երիտասարդ եմ։ Ալո։ Լսում եմ, ասա Վարդան ջան։ Ցանկանամ հարցս ուղղել ձեզ, քանի որ 2 տարի լսում եմ ձեր եթերները, հետևում եմ ձեզ։ Գալիք ընտրություններին ցանկանում եմ, որ դուք եթե դառնաք վարչապետ, նախ ես ասեմ, որ հանրային ձայն հաղորդաշարը, հանրային կապված խնդիրներ եղավ Երևանի ավագանում, եւ ձեր կուսակցության անդամները ձեզ դավաճանեցին։ Այսինքն 26 թվականին դուք կուսակցությունում բոլոր անդամները կոնսենսուս վստահում են, այսինքն ձեզ չեն դավաճանի, դուք վստահ եք դրանց վրա եւ եթե դառնաք վարչապետ կամ ընտրվեք խորհրդարան, ինչպես եք հետ բերելու Արցախը կամ Արցախահայությունը։
Հարցս այսքանն էր։ Մերսի։ Շատ շնորհակալ եմ Վարդան հարցի համար։ Ուրեմն այն ինչ որ եղավ նախորդ կուսակցության հետ, չեմ ուզում անունը տամ, դա ուրեմն այս դեպքում բացառվում է, որովհետև մենք արել ենք իրավական հարցությունով, մաքուր իրավական, հնարավորինս եւ անհնարինը, որպեսզի ճամբարափոխություն տեղի չունենա։ Դրա հետ կապված բոլոր անդամների հետ կրկվել է իրավական փաստաթուղթ։ Իրավական փաստաթղթի մեջ գրված մանրամասնությունները հրապարակել է եւ ավելի մանրամասն կհրապարակի դոկուսակցության գլխավոր շտաբի պետ պարոն Բաղդասարյանը, ավելի իրավական լեզվով, ես խնդրած կլեմ, որ հարգարժան Վարդան դուք հետևեք, որովհետեւ այդ դրացությունը բավականին կարևոր է։ Տեսեք ինչ էին իրանք ասում, են նախորդներ, ասում են, այդ ձայները Վարդան Ղուկասյանինը չէր, մերն էր։ Երբ որ իրանց անգամ իրանց դեմի հարևանս չէր ճանաչում, բա որ հիմա ձերն էր, բա այսօր դուք ուր եք, որ մի մականցակն եք մտել, դու հլնեիք որևիցե մեկի հետ կոալիցիա կազմեիք գոնե, գնայիք ընտրությունների, Գյումրիում ընտրություն եղավ, ստեղ ընտրություն եղավ, այդ ձեր ասած կուսակցությունը մեռավ, նա այլևս գոյություն չունի։ Իսկ ստեղ այս կուսակցության դեպքում դա բացառում է։ Մենք ընտրել ենք զինվորականների, գերակշռ մասը զինվորականներ է, գերակշռ մասը այդ մարդիկ, որոնք ծառայել են բանակում, գերակշռ մասը բավականին ֆիլտրը եւ դուրս է մնացել, ագինմար ես դուրս եմ թողել, հերո եմ մնացել, այսինքն փառքի կամ աստղային հիվանդությամբ տարապող մարդկանցից եւ արվել է ամենահնարավորինը եւ անհնարինը, նորից եմ կրկնում, նման բանը բացառելու համար։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի վերադարձը պիտի լինի, անպայման պիտի լինի։ Ադրբեջանը 30-35 տարի ձգեց մինչև Արցախը առավ։ Մենք այսքան չենք ձգելու։ Մերն էլ ավելի կարճ։ Արցախ վերադարձնելու ամենաառաջին խնդիրը մենք պիտի ունենանք ուժեղ բանակ։ Ոչ թե ասենք ֆրա Եվրոպա թողա մեզի պահի, ոչ, Եվրոպա մեզի չի պահելու։ Մենք ենք մեզ պահելու, մենք ունենալու ենք ուժեղ բանակ, մենք ունենալու ենք ուժեղ դաշնակիցներ, հանձինս որոշակի գերտերությունների, եւ ես ես վստահեցնում եմ, որ իրանք խլին մեր ձեռից, այդպես էլ մենք ենք խլելու իրանք ձեռից։ Մեր ժամանակը սպառում է, ես մի հատ նորից կզանգահարեմ, որպեսզի շարունակեմ ձեր հարցը եւ այդքանով ավարտենք։ Մի րոպեից հետ եմ վերադառնում։ The caller has hung up. Ես հիմա շարունակում եմ։ Ուրեմն ոչ մեկ Արցախը սկուտերի վրա մեզ հետ չի մատուցելու։ Մոռացեք։ Բայց առանց բանակի էլ դուք չեք կարող Արցախ վերադարձնել։ Արցախը պիտի վերադառնա։ Հիմա մնացած մանրամասնությունները ես ստեղով բնականաբար չեմ ուզում ասել, ցանկալի էլ չի, բայց այն որ վերադառնալու է, բայց այն որ մենք առաջնահերթության սկզբունքով ունենալու ենք բանակ, որովհետև ինչ է նշանակում ոսը բանը պետության ողնաշարը ուժեղ ոստիկանությունն է։ Մենակ անասունը այդպես բան կլինի կասեմ, դե մեր իշխանությունը անասուն է, պետության ողնաշարը բանակի եւ տնտեսությունն է։ Իսկ մենք այսօր ոչ ունենք, մենք ուժեղ ոստիկանություն, այն ոստիկանությունը մենակ է կարող ուժեղ իարցա պահը, թե ուժեղ ոստիկանություն չկա, պորնոն ու նարկոտրաֆիկին հացագործությունը հելելա ժողովրդին բողոքում է։ Կարճ կոնկրետ վերադառնալու է, մենք ունենալու ենք ուժեղ բանակ, ցանկացած անց գնալու է բանակ, լուբոյ, բոլորը գնալու են բանակ, բացառությամբ ծայրաստիճան ծանր հիվանդները եւ միակժարանք խնամակալ հանդիսացողները։ Դա շատ ցավ։ Պարոն Ղուկասյան, մեկ հարց եւս ցանկանում եմ տալ։ Ինչ կոնկրետ քաղաքականություն եք առաջ ներգաղթը։ Ես ինքս ապրում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում արդեն 10 տարի, նախկինում աշխատել եմ էլի զինվորական որպես ունեցնելով, ներկայումս ապրում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց կցանկանայի նաև վերադառնալ հետ։ Ուրեմն միանգամից պատասխանեմ։ Դուք Հայաստանից հեռացել եք լինելով զինվորական սոցիալական անարդարությունից տրտված, միանշանակ համոզված եմ։ Երբ որ Հայաստանում վերանա այդ սոցիալական անարդարությունը, այսինքն տեսեք նորը ես էի ասում, որ ունևորի երեխեն հիվանդության թղթով չազատվի, չունևորն էլ հիվանդության թղթով գնա բանակ։ Որ պաշտոնները փողով չլնեն, հիմա շատերը կասեն ֆանտաստիկա է ասում, բայց այդ ձևա լինելու, դա ֆանտաստիկայի ժանր չի, այդ ձևա, երբ որ եղավ սոցիալական արդարություն, դուք այդ գլխի հայերը մի մարդու նման կգան հետ, որտեղ այսօր
այլ լավ որ հիմա դուք Միացյալ Նահանգներում եք, որովհետև հիմա եթե ասեմ կարող ասեն խափը մա, այմա դուք կհաստատեք։ Երբ որ օլիգարխը գալիս է իշխանության, ամենալավագույն երկիրն անգամ հերը անիծվում է։ Հենա անիծվել է։ Միացյալ Նահանգների հերը գնալով անիծվում է։ Եկա խոշոր ավիակամպանիաներ փակվում են, ֆաբրիկաներ փակվում են, բենզինը տվել է տամա։ Միգրանտներին վերաբերում են այնց ոնց որ ֆաշիստական Գերմանիայում վերաբերում էին հրյաներին։ Լցել են համակետոնացման ճամբարները, բարես ամենաբուն իմաստով, ընտանիքներ քայքային, մարդիկ կախվում են, մորթվում են, ի՞նչ է կատարում այս երկրում ու այս կան լռությունը, ես չեմ կարող հասկանալ։ Նորմալ մարդը ստեղ չի ապրի, մենք էլ ենք ուզում հեռանանք ստերից։ Հեռանալ է պետք, հեռանալ, արագ։ Ավիրվում է։ Մենք պիտի ամեն մարդ պիտի գնա իր հայրենիքը։ Ու ինչ հարց է, երբ որ որոշակի հարցերով դրսված մարդիկ ուզում են դրսում ապրել, չապրեն, խնդրեմ, բայց ես անելու եմ հնարավորինս որ մաքսիմալ հայեր վերադառնան իրենց երկիր, վերադառնան իրենց երկիրը նորմալ ապրեն, որովհետև մեր երկրից լավը չկա, մեզ չեն վերաբերվում որպես այլ ազգի, Հայաստանի Հանրապետությունում ապրելով ձեզ չեն կարող նել որպես երկրորդ ազգ, չգիտեմ, ռասիզմի բարձր դրսևորում ոնց որ սեփ կա, ես կյանքում չի կարող պատկերացնել որ այս երկրում ես կարող եմ տենալ ռասիզմ։ Դեպի բարձր նոտայր, եթե ինչ մի բան ես սխալ եմ ասում, ինձ ուղղ եք ասեք, դուք խափում եք, բան ուղղ ասես, այդպես չկա։ Ձեզ հետ միանշանակ Հայաստան է։ Ղուկասյան, նա կցանկանա ուղղել ձեզ։ Բոլորը լսեն, որ դուք իմ հետ համաձայն եք կապելով ստեղ, որ հանկարծ չասեն, վասա Ղուկասյանը խափն է, վասա Ղուկասյանը երբեք չի խափել։ Սես բան ես չի կարող պատկերացնել, որ ես կարող եմ սես բան տենալ ռասիզմ, ես կարող եմ տենալ համակենտրոնացման ճամբար 21-րդ դարում երեխաների համար, համակենտրոնացման ճամբար կանանց եւ տղամարդկանց համար, որոնք ոչ մի հանցակ չեն գործել, բայց ասում են ավելի շատ, քան հանցագործները։ Մեկը ես եւ ինձ բազմաթիվ մարդիկ նստած են 15 ամիս, 14 ամիս, եւ ինչի համար չգիտենք, մենք բան չենք արել։ Մենք դաժե կախ էմիգրացիոն կախ չենք խախտել, բայց բանտում ենք։ Բանտում ոչ թե էմիգրանտների համար նախատեսված է, բանտում, սա բանտ է, որտեղ լիքը հանցագործներ են, իրենց հանցագործները գալի գնում, մի հանցագործը մարդիկ կա, որոնք մի տարվա մեջ 15 անգամ եկի գնացել են, բայց մեզ ասում են, չէ, դուք միգրանտ եք, դուք վտանգավոր եք հասարակության համար, առաջ դուք քաղաքացու տիրություն արա միացան, մի տարվա մեջ 15 անգամ բանտ է գալի, այդ չեմ ասում, բանտային պայմանները, որը սարսափելի են, նու բարաշենք հերակատարողական հիմնարկը էլի լեբից 1000 գլուխ սելից լավ արա, սա խայտարակություն է, սեղ մարդ իրավուն գոյություն չունի, ու բոլորը լռում են, մենք էլ ասում ենք եղբայր, մենք ով ենք ձեր Ղուկասյան, մենք չենք ուզում մնանք, ալ հաճա։ Ղուկասյան, լինելու է ձեր կուսակցությունը, այսինքն ճյուղ լինելու է ձեր կուսակցությունում, թե ոչ, եթե լինելու է, երբ է լինելու, ինչ, հարցը չլսա, ինչ է լինելու կուսակցությունը, երիտասարդական ճյուղ, այսինքն երիտասարդների համար ճյուղ լինելու է ձեր կուսակցությունում, թե ոչ, լինելու է, պարլամենտ ասելուց հետո անպայման լինելու է։ Հարգարժան դատարանի վճռին, որը որ արդեն 7 ամիս է տևում է այս դատական process-ը, նորից եմ կրկնում, մենք դատի ենք տվել ամերիկյան իշխանությունների, որպեսզի իրականացնենք ամերիկյան դատարանի վճիռը երկրից հեռանալու։ Եվ 7 ամիսը ձգում են, մի ամիս դատախազնահիվանդ, մի ամիս է մի դատախազնահիվանդ, մի ամիս ասում են եկեք մի նորից բանակցենք, հետո դատավորնահիվանդանամ, հետո նորից դատախազնա հրաժարական տալի ուրիշ դատախազակալի, ասես խաղում են ժամանակին։ Ախպե ջան, ինձ ասել եք գնա, ես հետ եմ, բաց հետ եմ։ Դակա, բարա չէ։ իսկ հնարավոր որ երկիրն լինելու հաջորդը, որ դուք լքելու եք, գնալու եք պարոն Ղուկասյան, այսինքն Ամերիկայից լքելու եք Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ գնաք որ երկիր, երրորդ երկիրը որն է լինելու։ Էդի մենք որոշենք արդեն տեղում։ Էդի թողին վեր են տղա ջան։ Կարևորը մենք ստեղից գնանք։ Կարևորը մենք ազատության մեջ ենք, ուզում եմ լինի Հյուսային Կորեա։ Կարևորը մենք գնանք ազատության մեջ։ Կարևորը դա է։ Պարոն Ղուկասյանը կարևորն ազատությունն է։ Թողնի, չգիտեմ, մողոլա, բայց կարևորը լինի ազատություն, բրծավ։ Մենք գոհ ենք այս երկրից։ Հաջորդ հարցը եւ վերջացնենք։ Պարոն Ղուկասյան, Պարոն Ղուկասյան, բարի օր ձեզ։ Բարի ձեզ։ Այո։ Պարոն Ղուկասյանի հարցը կազմում է երկու մասից, առաջին մասը ժամանակապետք, եթե դուք իշխանության կազմել ամուր բանակ։
Չհասկացա հարցը։ Կտրտում ամեն բարձր Մեզ ինչքան ժամանակ է պետք, եթե դուք գաք իշխանության կազմել ամուր բանակ։ Մաքսիմում մի տարի։ Իսկ ոնց է դուք կարծում եք մի տարին թուրքը նստելու է սպասել մինչև մենք բանակ կազմենք, ոնց ենք մենք պաշտպանել։ Թուրքը չի մտնի, որովհետև այդ արտահայտությունները բն մոռացեք։ Մտնի, եթե բն մտավ, ուրեմն մենք կանենք այն ինչ որ արեց մեր հարևան երկրը, կին թե տղամարդ 14 տարեկանից սկսած կվերցնեն զենք։ Եվ թուրքը չի մտնի, որովհետև եթե 44-րդ պատերազմի ժամանակ Արման Բաբաջանյանի նման բոզի տղեկ ընկած էին բռնտուր ասում էին թուրքի նավթատարին ու գազատարին մի խփեք, սրան մի խփեք, դրան մի խփեք, այդպես չի լինելու։ Որ րոպեին որ նա փորձեց գլուխը բարձրացնել վերև, այն ինչ որ իա փողա վերում, այդ կլի օդ։ Իսկ ինքը դե չի մտնի։ Եվ նաև ուզում եմ ասեմ լրացուցիչ, որ այս եթե հանկարծ փորձեց նման ոտնձգություն, մենք ունենք դաշնակից եւ դաշնակիցներ ավելի շուտ, որոնք այդ հարցում մեզ կօգնեն։ Ունենք։ Չեմ ուզում հիմա շատ բանամանանամ, բայց մենք անտես չենք։ Եթե մեր դաշնակիցը տեսնում է, որ դու պատերազմում ես, դու զենք ես վերցրել քո ձեռը, քո հողը պաշտպանում ես, քեզ կանգնեն քո կողը։ Մեր հարևան երկիրը մի 3000 հազար պետություններ քյալա է տալի։ Դա մենք մի հատ կզղ Ադրբեջանը չեն կարող քյալա տալ։ Ով ասա որ չեն կարող տալ։ Քելբաչարը առած կրակոց վեկալալ, Շուշին առած կրակոց վեկալալ, Ստեփանակերտը առած կրակոց վեկալալ։ Էդ էլա որ մենք կրվանք, էդ էլա որ մեր իշխանությունը մեզի փորձվեց։ 14 տարեկանից զենք են վերցնելու, եթե հանկարծ մեր պետական կապտվեց։ Պարոն Ղուկասյան, մենք մի բրունսկի պես ձեր կողքը կանգնեցինք։ Պարոն Ղուկասյան, քանի որ երիտասարդությունը Ես երիտասարդության, այսինքն անունից կցանկանամ նախ ձեզ առաջինը շնորհակալություն հայտնել եւ ասել, որ երիտասարդությունների մեջ շատ մեծ զանգված կա, որ ձեր կողմնակիցն է, եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե դուք լինեիք Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը, ավելի լավ Հայաստան կլինի, ժողովուրդ ջան, ես դրանում վստահ եմ, քանի որ մոտ 2 տարուց ավել ես նայում եմ այս մարդու աշխատանքը, ես ամեն օր ինքը շաբաթական 3-4 անգամ մտնում եմ 2 ժամով էֆիր եւ այլն իր ձենը գոր կռալով, թեկուզ հայվանքով լավ անում, քուրա տալի, քուրով մի բան անում է ու Ամերիկայում նստած օվկիանոսից անց, այսինքն քֆուր տալով ինքս դե հարց է լուծում, շենքի լիֆտ կլինի, զիբիլի կլինի, չգիտեմ, քաղաքապետարան կլինի եւ այլն, մենք տեսել ենք։ Ու հունիսի 7-ին ընտրություններին ինձ թվում է մենք պետք է կատարենք մեկ ընտրություն, քվեաթերթիկ համար 15 եւ վերջ։ Ես սարը տալեմ, կարճ կոնկրետ, պրսա, բոլորը ոչ մեկ փոչասի ոչ մի բակախված, կարևորը յուրաքանչյուր ձայնը, յուրաքանչյուր։ Այո։ Նիկոլի նմանները եւ նմանները դիտենան, որ ծերոտը կռվում է։ Չէ։ Դուք չգիտեմ ծանոթ եք թե չէ, ես Վարդան Հովանեսյանն եմ, գրող բանաստեղծ, 15 տարեկան եմ, բայց հիմիկվանից գրում եմ, ունեմ 2 գիրք գրած, բայց չի հրատարակվել, քանի որ ֆինանսներ չկա, իսկ այդ բարեգործներին, թե Դավիթ Ծառուկյան եւ այլն, Տաշիր Սամո, իսկ ում որ դիմում ենք պատասխան չկա։ Ես դիմել եմ բոլորին, պատասխան չկա, թե Ամերիկայի հայերին եւ այլն, պատասխան չկա, որ ես հրատարակեմ իմ գրքերը, որտեղ քննադատում եմ թե իշխանությանը, թե Արցախի հարցն բարձրացնում, իսկ եթե չգիտեմ ծանոթ եք թե չէ, վերջի 2 տարին ապրիլի 24-ին հարցազրույց եմ տալիս Ծիծեռնակաբերդում, որը շատ մեծ դիտումներ է հավաքում, եւ եթե նայեք, ես այնտեղ ինձ թվում է ծանոթ կլինեք իմ խոսալուն եւ այլն իմ գաղափարներին, ես լիովին աջակցում եմ ձեզ եւ սպասում եմ գալիք ընտրություններին։ Այ քուցավը տանեմ, որտեղ ես տեսե օլիգարխը մտածի ազգային մտածելակերպով։ Ասես բան որտեղ ես տեսե։ Ես մեռա ասելով օլիգարխը չպիտի գա իշխանության եւ բերեցի օրինակը այն այս հզոր երկիրը։ Ավիրեց, բլեց, կանտեց, մոր մշալեց քսեցենյան։ Այդ օլիգարխը։ Օլիգարխը իրավունք չունի մոտիկա իշխանության, այ քուցավը տան։ Օլիգարխը մտածի գրքի մասին։ Օլիգարխը մտածում ամենակ այդ հիմա է հելե մեյդանային կե տաշիրային գագոլ մյուսը դե տեսեք գատոժի ասեցին արաջամբա ուր եք պատերազմի վաղ այսքան վաղ տուր եք բլոլնի վազե հիմա քոտերը 1000 անգամ իսկ կներես միած սիրուն բլոլնես տունել էին տվել ավտոմոբիլ էին տվել ամեն ինչ տվել էին բայց իաս
ազգային մտածելակի, բանաստեղծ, պոետ, չի հետաքրքրում։ Տնլո, բրցավ, այդ կֆինանսավորեին։ Հələ կտանեին պրոշ կլացեին, դոշը կլացեին, կամա կլացեին, եւ այլն վերջում եկրենեն կողը մակտային, մալալետկա, հասկանում ես, դրանք են այդ հիմա են հելի ասում ապասմատից է յա ցայ, տոժե ցայ, ինչ ցայ, ուր էիր բա, դու կոմատ սողի վրա բերեդի վեց ծախն, դու ես հելի հիմա ասում տաշի սամը որոշել է տաներ նվիրի, տաներ էր նվիրում 44 պատերազմի ժամանակ նվիրեիր, դրանից առաջ նվիրեիր, հետո նվիրեիր Վասան Ղուկասյանի նման, երբ որ Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը Կիրանցն ու Բերձորը հանձնում էին քոչայնականներ, այդ նվիրեիր, հիմա է ուզում նվիրի, Աբրես Ղաջան շարունակի նույն ոգով նիշագու նազատ այ քո նմանների անկոտրու ոգով է պայմանավորված վաղվա Հայաստանի որ մենք մի 10-15 տարուց կսակ ենք այդ հանք դուք եք գալու դուք իսկ եթե դուք եկաք ապականված որը որոշել ձգծամա թուրքը եւ այս իշխանությունը Հայաստանի տիրու հերն անիծված Պարոն Ղուկասյան, ես կցանկանամ որ Դեմոկրատիա օրենք եւ կարգապահություն կուսակցությունը բացի երիտասարդական ճյուղ անմիջապես անդամագրվեմ կուսակցությանը եւ լինեմ երիտասարդական ճյուղի ղեկավար, եթե հնարավոր է։ Ուրեմն հետ վաղը դու մեզ իհարկե պարոն Բաղդասարյանը լսում բայց քո տարիքը թույլ չտալի բայց վաղը անպայման մի հատ դու այցելի պարոն Բաղդասարյանի մոտ գրասենյակի հասցեն բանակային մետրո բարեկամության մոտ գնա ինտեղ էտի մանոնի խորտակցեք մեր ժամանակներ ավարտվեց արդեն 1000 անգամ կներեք ասեք որ Վարդան Ղուկասյանը բայց ուղղակի թեմայով մի հատ քննարկում կազմակերպեք պարոն Բաղդասարյանի հետ եղավ ժողովուրդ ջան մեզ կներեք հաջողություն մեր ժամանակն ավարտվեց ես կփորձեմ եւս մեկ անգամ նման ուղիղ գետեր կազմակերպել հարգանքներով ամենահայոց Վարդան Ղուկասյան Աստված դերեն Մերսի հաջողություն ձեզ սիրում եմ պաչում եմ բոլորին Մենք էլ ձեզ